Ինչի էջմիածնում ՔՊ-ն պայմանական ասած հաղթեց։ Ինչի։ Դուք չեք հասկանում այդ պարզ իրավիճակը։ Ուրեմն 20 թվականից հետո որտեղ եղել է Հայաստանում ընտրություն, հատկապես համամասնական ընտրություն, ՔՊ-ն պարտվել է։ Քաջարան, Ղափան, Գորիս, Սիսիան, Մասիս, Վանաձոր, Երևան, Գյումրի, Փարաքար եւ այլն, համարյա ամեն տեղ ՔՊ-ն պարտվել է։ Ինչի։ Որովհետեւ այդ տեղերում ընդդիմությունը ներկայացված է եղել ոչ Ռոբերտ Քոչարյանա, Սերժ Սարգսյանական կերպարներով։ Այս առաջին, որովհետեւ այնտեղ տեղերում մարդիկ ունեցել են ընտրելու այլ ընտրանք, ոչ թե նախկին կամ ներկա, որովհետեւ այնտեղ ընդդիմությունը աշխատել է սեգմենտավորված, հետո միացել են լավով, վատով, իրար սիրելով, չսիրելով, որոշ տեղերում մարդիկ միացել են, հասկանալով, որ եթե չմիանան, փչանում են, 1, երկրորդ անցկացնում են Նիկոլին 2։ Երևանում մնացած բոլոր տեղերում, որտեղ որսացին մարդկանց, նստեցրին, առան, տարան, էսարին, էնարին, իրավիճակը հետո փոխվեց, բայց դա չի նշանակում, որ սրանք կրել են, սրանք պարտվել են։ Հիմա ինչ վերաբերում է պարլամենտականին, պարլամենտական ընտրություններին, սրանք նույն ձևի կրվելու են, եթե պարտադիր կերպով մասնակցեցին նրանք, ովքեր ասում են ճշմարտությունը, ովքեր բացահայտում են սաղ կեղտը, որը ժողովրդի գլխին բերել են 18 թվականից, Սերժը, Փեսեն, Նիկոլով հանդերձ, մյուսներով հանդերձ, այս ընդդիմություն կոչվածները պարլամենտում վերընկած, որ սրանց հետ խաղում ու բիզնես են անում, այն մնացած իրանց կոոպերատիվ սատելիտները, այս ամենը ով որ ասեց, ով որ խոստացավ ու համոզիչ կերպով սրանց բոլորին խիստ արդար, բայց խիստ դատ ու պատիժ, շատ խիստ պատիժ, ընդհուպ միջև մահապատժի վերականգնում ապացուցված պետական դավաճանության ու առանձնապես խոշոր չափի պետական թալանի համար։ Դրանց մարդիկ կարող է գնան ընտրելու, եթե ոչ էջմիածնի նման իրավիճակ ստեղծեցիք, այսինքն մարդիկ պետք է գնան կամ նախկինների ներկայացուցիչներին ընտրեն, կամ սրանց ընտրեն, չեն գնալու, տունը վերընկած են մնալու, եւ ես հասկանում եմ այդ մարդկանց, գնան ում ընտրեն։ Հա, ինչ որ գորշ մասնակիցներ կան, գորշ նկատի ունեմ քաղաքական քաշով, ճանաչվածությամբ, հնարավորություններով, ռեալությամբ մասնակցելու առումով, բայց նրանց մարդիկ ձեն չեն տալի։ Նայում են ում պետք է ընտրեն, ով որ քաշ ունի, կամ այս վիժվածքների թրքա հպատակների սերժացին, թրքացին ու սերժացին իշխանություն կոչված լակոտներին, կամ էլ դրանց բերացներին, կամ դրանց աջակցողներին, կամ դրանց կողմից առաջադրվածներին։ Այդ դրա համար չեն գնում ընտրելու։ Ու եթե կրկնվեց այս նույն վիճակը, տեղի ունենալու սա պարլամենտականին։ Այն դեպքում, երբ որ հասարակության 80%-ը պատրաստ է գնալ այս իշխանության դեմ, քվեարկել այս իշխանության դեմ, բայց չի քվեարկելու նախկինների կամ նախկինների ներկայացուցիչներին կողմ։ Քվեարկելու է այն ուժերի դեմ, այն ուժերի օգտին, ովքեր ասելու են, որ սրանք սաղ իրար հետ խմել են ժողովրդի արունը, սրանք բոլորով իրար հետ կանգնեն խիստ դատաքննության առաջ ու ստանան ամենախիստ պատիժը, խլելով եղած չեղածը բոլորի ու դրանց ընտանիքների ձեռից, վերադարձնելով ժողովրդի աղքատ խավին, պարտադիր։ Սա առաջին։ Երկրորդ, այնքան ինչքան երևակայում եք դուք բոլորդ ձեզ, այ քաղաքական մասնակիցներ, Հեչ որ չէ 10 հոգի շուրջը մարդ չունեցող իրան երևակայում է մի երկու կոպեկ էլ փորձում է ճարի գրավմուծի մասնակցի ընտրությունների, որ ինչ անեք, ձեն փախցնեք, այդ ձեն փախցնելով անցած անգամ 40 քանի տոկոս ստացած Նիկոլը բոնուսներով դարձրեց 50 քանի, դեռ 21 թվին նա 50% չհավաքեց, բոնուսների հաշվին ընտրվեց, հիմա անելու եք նույնը, չփոշիացնեք ձեներ, ով իրական, ռադիկալ, իսկական ընդդիմադիր է, ինքը պիտի ասի հետևյալը. Սերժը ծնեց ու բերեց Նիկոլին, Փեսեն կաթ տվեց, մեծացրեց, հասցրեց, արևմտյան ուժերը բրիտանա-թուրքա ադրբեջանական նավթային խողովակով սնուցեցին, բերեցին, ներդրեցին, բերեցին այս թուրք լակոտների իշխանությանը, հասցրին իշխանության, ինչի, որ վերաձևեն ռեգիոնը, որ ծախեն Հայաստանը, որ զոհաբերեն 5000 սերունդի լավագույն ներկայացուցիչների 10,000-ին էլ առանց ոտու ձեռ սարքեն, որ հանձնեն Արարատը, որ հանձնեն հայկական ամեն ինչը, որ քանդեն ցեղասպանության հուշահամալիրը, որ քանդեն մարդկանց հիշողությունը, հայկական ամեն ինչը զրոյացնեն, հետ բերեն ադրբեջանցիների
երազանքների մեջ նույնիսկ չգիտես ֆանտազիաների մեջ նույնիսկ տեղ չգտած թեմաները օրակարգ, որպիսի Հայաստան բերեն մտցնեն 300-ից 500,000 ադրբեջանցի, որ կառուցեն 10 քանի հատ մզկիթ, այսինքն մուսուլմանացնեն։ Այս վիժվածքը, եթե 26 թվին ընտրվեց, ընդունելու է, ստիպելու է, ընդունել է տալու չմասնակցող пассив ժողովրդի հաշվին, չմասնակցողների հաշվին։ Սահմանադրություն կոչված փոփոխությունները, ինչը նշանակելու է Հայաստանի լուծարման մասին փաստաթուղթ։ Ծախելու է վերջի մնացած եղած մարդկանց հոգիները, Հայաստանը սարքի Ադրբեջանի մաս ու պրծնի գնա։ Դրանից հետո սրանք կզոհեն, կթույնեն, կթաղեն, ինչ կանեն, կփախցնեն, կպահեն, թե ինչ կանեն, էլ ոչ մեկիդ չի փրկի։ Իսկ դա անելու են միանշանակ, որտեվ երբ որ կլոունը դառնում է իբր թագավոր, այդ նշանակում է կլոունի հետևը կանգնած են մարդիկ, ում որ պետքա մի հատ գործակատար։ Գործը կատարեց, հանեն, ռադանեն, պրծսնեն։ Սա թույլ չտալու ձևը ամբիցիա խաղացնողները դաշտից դուրս են գալի կամ միանում են իրական ընդդիմադիրներին։ Երկրորդ, նախկինների ու նախկինների ներկայացուցիչների այլընտրանքը իբր իշխանության հանդեպ պետք է չաշխատի, չպիտի լինի, որովհետև կրկնում եմ, մարդիկ չեն գնալու ընտրությունների ու ճիշտ են անելու, որտեղ ում գնան ընտրեն, Սերժա Ռոբերտականներին ընտրեն, թե այս վիժվածք թուրքի ներկայացուցիչներին ընտրեն։ Սրանք էլ օգտագործելով վարչական ռեսուրս, փող, մող, մի քանի դեգեներատ, որոնք տուրուարի համար պատրաստ են սեփական ծնողի մի տեղը դեմ տանտոն Նիկոլին չէ, Նիկոլի տիրոջը, գնում ընտրվում են մի քանի կտոր ձեն են տանում։ Հələ նայեք ռեալ բնակչության տոկոսի համեմատ սրանց ստացած ձեները, էլ չեմ ասում կեղծիկ, էլ չեմ ասում լուսանջատել, էլ չեմ ասում կրկնակի բյուլետեններ ծրարների մեջ, էլ չեմ ասում ցուցակների հետ ինչ ասես որ չարեցին։ Ու վերջապես ցուցակներ։ Միջև ընդդիմությունը չվերահսկի ցուցակները, այն ձևով, որով որ ես ասում եմ ու որը որ արվելու է 26 թվին, նոր արհեստական բանականությամբ ստեղծված, ներդրված, ինտեգրված, ստեղծված հավելվածներով, որտեղ որ 24/7 on-line ուղիղ հասանելի տիրույթներով առկա են լինելու ընտրողների ցուցակները, ցանկացած փոփոխությունով, ցանկացածի բնակարանում, ցանկացած տեղափոխված ներմուծելով կամ ցանկացած կեղծ անձնագրով հանդերձ անուն ազգանուն լրացնելով հանդերձ ու հետո դա վերահսկելով հաշվարկի ժամանակ ոչ մի բան չի ստացվելու։ Սենց բառադի, այո, կրվելու եք։ Սենց բառադի կամ հատուկ եք անում, վիժվածքների հետ համագործակցում եք, կամ դեբիլ եք։